ասում են Աստված մեզ այդքան քիչ չի սիրում, որ թողի մենք հալածանքների մեջով անցնենք։ Ոնց կարող է Հիսուսը թողի քրիստոնյաները հալածանքի մեջով անցնեն։ Գիտես, առաջի դարի քրիստոնյաներից ոչ մեկս լավը չենք։ Եթե իրանք հալածանքի մեջով անցան, ինչ ես մտածում մենք պիտի չանցնենք։ Հիսուսը ինքը ասեց. չկա մեկը, որ թողելա տուն, տեղ եւ այլը, որ հարյուրապատիկը չառնի, հազարապատիկը չառնի հալածանքի հետ։ Այսօրվա հավատացյալը չի սիրում հալածվել։ Գիտեք, ես ինչ նկատեցի COVID-ի ժամանակ։ Տեսեք, հավատացյալները շատ արագ վակցինացիա եղան, 99%-ը։ Շատ արագ, որովհետև այդ րոպեին իրան պետք էր ուրիշ երկիր թռնել, առանց վակցինացիա չլինի, վակցինացիա էր լինում։ Այդ րոպեին պետք էր աշխատանքի տեղը վակցինա, իրան վակցինացիա էին, միանգամից վակցինացիա էր անում։ Որովհետև ասում էր, եթե շահեմ, գործի չեմ գնալու։ Գիտես, ոնց որ նախաբանել էր, ինչքան կարելի է շուտ ստիպել մի բան անել, որ չես ուզում։ Այդ տենց էլ 666-ն են իրանց առաջարկելու, չգիտեմ այդ ինչ կլինի, այդ իրանց կնիքը։ Շատերը այդ տենց մինչև վերջ չեն համբերելու։ Իրան պետք է լինելու շտապ ինչ-որ մի հարցով ասելա դե ջանդամը դնում են թո դնի։ COVID-ը այնքան լավ ցույց տվեց քրիստոնեությունը անգամ ինչքան պարզ պատրաստ է արագ մի բանի համաձայնվի, այնքան որ իրան ձեռ տա մի բան։